Սուրբ շողակաթ Ռիփսի 1 Գայանե եկեղեցիների շուրջը հին վաղարշապատով 1 մինչև Զվարթնոցի ավերակները լցված էին մահվան ճիրանների մեջ խեղդվող հայ փախստականներով, գլխավորապես կանայք, երեխաներ, ծերեր։ Դժվար էր օգնության կազմակերպումը։ Ցարական չինովնիկները խանգարում էին մթերքների դեղորայքի արագ փոխադրմանը, որն առանց այն էլ դժվարությամբ էր ձեռք բերել Մոսկվայի մեր կոմիտեն։ Գաղթականների խմբի մեջ էր նաև մի գեղեցիկ հայուհի, իր 5 որդիների հետ։ Ամեն անգամ նրանց մոտով անցնելիս չէի կարողանում հիացմունքս և հուզմունքս զսպել։ Երեխաներից մեկը հիվանդացել էր փորլուծով, տարամանկական հիվանդանոց, բայց չփրկվեց։ Իրար հետևից մեռան նաև նրա սևաչյա եղբայրները։ Մայրը ամեն մեկին պատանք էր կարել իր հագուստներից ու դիակները շարել կողք կողքի։ Մի 2 օր հետո այցելեցի նրանց, մայրը պատանքում էր վերջին զավակին, հագուստի վերջին պատառիկներով, գրեթե մերկ էր, և որովհետև թելը վերջացել էր, իր երկար սաթի պես սև հյուսքերից քաղել անցկացրել էր ասեղին ու կարում էր։ Քարացա տեղումս, հետո երևացի, կյանքումս երբեք ինձ այդպես խեղճ չէի զգացել, ոչինչ չէի կարող անել։ Քայլեցի, աչքերս նորից մթնում էին, գոռալ չէի կարողանում։ Մշուշապատ հայացքիս առաջ մեկը մյուսի հետևից հատ-հատ երևացին տեսածս բոլոր սարսափները։ Մի 2 օր հետո ինձ գտա Թիֆլիսում, ծանոթներիս տանը։ Տեսնելով, որ հոգեկան հիվանդության նշաններն ակներև են, ընկերներս ինձ շտապ հասցրել էին Թիֆլիս։ Գրում է նկարիչ Մարտիրոս Սարյանը գրառումներ իմ կյանքից հուշապատումում։